իրական տեսախցիկներով նմանատիպ անձանց վերահսկելն է ուղղակի գոյություն չունի։ Եվ սա քայլերից մեկն է, որ նախատեսում ենք մենք անել, որպեսզի նմանատիպ անձանց կյանքի իրավունքը, այսպես ասեմ, մենք կարողանանք ապահովել։ Մենք ես դրա համար չէ, տեսեք, բալանսավորում է պետք գտնել ճիշտ, եւ այն դեպքում, երբ վտանգը սպառնում է անձի կյանքին, գուցե հնարավոր են որոշակի սահմանափակումներ, եւ մենք այս առումով հեծանիվ հորինող չենք։ Աշխարհում այդ փորձը գոյություն ունեցի եւ մենք փորձելու ենք տեղանալ։ Այսպիսի անձինք համապատասխան բուժ հաստատություններում կամ համապատասխան բուժ օգնություն չեն ստանում եւ արդյոք թիվը ավելացել է, թե տպավորությունն է այդպիսի մահվան դեպքերի։ Չէ, փաստացի, եթե խոսում ենք թվերի մասին վիճակագրական, իրականում դեպքերը ավելացել են, մենք ունենք դեպքերի աճ, եւ գուցե դա պայմանավորված է նրանով, որ որոշակի խումբ անձինք ավելի շատ են այս պայդրությամբ գտնում անազատության մեջ, քան դա առաջ էր, բայց սա պատասխան չէ, կարծում եմ, եւ մենք այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տանենք։ Ինչ ենք անում մենք։ Մենք հիմա իրականացնում ենք հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունեցող անձանց հաշվառում, որպեսզի մենք հստակ իմանանք, թե մեր կոնտինգենտից որքանն է, որ իրականում հակված է ինքնավնասման, որպեսզի նրանց հետ կատարենք անհատական աշխատանք այդ ռիսկերի կառավարման գործիքի համատեքստում։ Դա եւս մի բան է, ինչ հարցրիք։ Ասեցի փաստորեն ձեր մտերիմին, որ նշանակվեց ԿԿՊ-դ, ըստ էության որևէ արդյունք չտվեց։ Այո, հստակ պատճառական կապ է առկա նշանակման եւ մահերի աճի միջեւ։ Այս իմ խոսքը կտրելու են, այո, կտրելու են եւ տարածեն, ես վստահ եմ։ Եվ մյուս բանը, պայմաններ չկան, դրա համար մարդիկ ուզում են ինքնազգում։ Հոգեբաններ չեն աշխատում, օրինակ ԿԿ-ներում, ինչ չեն աշխատում, եթե չէ աշխատում։ Վերադառնամ ձեր հարցին, տեսեք, ինչու են նմանատիպ անձինք պատասխանատվություն կրում այժմ քրեակատարական հիմնարկներում, որովհետև այդ հարցերը ես կանդրադառնամ ձեր հարցին, հարգելի լրագրող։ Ձեզ հարգալից պահեք։ Ես կանդրադառնամ ձեր հարցին, հարգելի լրագրող։ Երբ ավարտեմ մյուս լրագրողի պատասխանը։ Ուրեմն ասեք, որ ավարտեմ, նոր լսում եք։ Եթե դուք բարեհաճ լինեիք եւ ինձ չընդհատեիք։ Դուք խոսում եք բարեհաճությունից, դուք եք խոսում։ Մի հատ հետ տվեք ձեզ նայեք, էլի։ Տեսեք դուք բարեհաճ գտնվեցիք իմ ո՞նց եք ուզում պատասխանեմ ձեր ընդհատելուն։ Ես ասում եմ, մի հատ հետ տվեք կադրը եւ նայեք։ Ես չեմ բանավիճելու եւ այլևս չեմ պատասխանելու ձեր հարցին։ Վերադառնալով ձեր հարցին, ինչու են այդ անձինք պատասխանատվություն կրում այսօր քրեակատարական հիմնարկներում, որովհետեւ այդ հիվանդությունները, որոնք որ ունեն, գուցե ունեն այդ անձինք, չեն համապատասխանում կառավարության որոշման այն ցանկին, որոնք որ անհամատեղելի են համարում հիվանդությունը պատժի կրման հետ եւ առողջապահության նախարարության հետ համատեղ մենք այժմ նաեւ վերանայում ենք կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկը, որպեսզի կարողանանք այն ընդլայնել եւ այլևս նմանատիպ անձինք, որոնք իրական առողջական խնդիրներ ունեն, չհայտնվեն ճաղերի ետևում, այլ ստանան համապատասխան բժշկական տեղում ստանում են, տեղում աշխատում են բժիշկներ, տեղում աշխատում են հոգեբաններ, տեղում ունենք նաև սոցիալական աշխատողներ, բայց իրականում աշխատանքը բարդ է, որքան էլ որ ամենօրյա լինի եւ մենք պարբերական աշխատանքով փորձենք այդ խնդիրները լուծել, ինքը բավականին բարդ աշխատանք է։ Իրականում Իսկ զոննայողներ, որտեղ նաև ասում են, որ ըստ էության նաև այդ էլ հանգեցնում ջնշումներ կան, այդ քրեական ենթամշակույթը։ Ես չեմ կարծում, որ մենք այսօր այդ խնդիրը որպես սուր խնդիր ունենք, որովհետև յուրաքանչյուր կոնկրետ նմանատիպ երևույթի արտահայտության դեպքում այդ երևույթը հստակ հակազդեցություն է ստանում եւ պետք է նշեմ նաեւ մի բան, որ հանրության կողմից երբեմն նույնիսկ մանիպուլացվում է այդ հակազդեցությունը եւ ես այդպես էլ չեմ կողմնորոշվում, թե մենք ի վերջո ինչ ենք ուզում։ Մենք նախարարությունը հստակ գիտի ինչ է ուզում եւ ես բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել նաև ծառայության աշխատակիցների հետ խոսելու այս մասին եւ ես շեշտադրել եմ այս մեկ եւ միակ կարեւոր հանգամանքը, որ արտոնյալ կարգավիճակ պետք է ունենա միայն մեկ անձ եւ այդ մեկ անձը քրեակատարական ծառայողն է եւ մենք հիմա առաջնորդվում ենք հենց այս սկզբունքով։